Անհոր և որդո և որդույն սրբո ամեն։ Հիսուս ասաց նաև իր աշակերտներին, անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վայ նրան, որի ձեռքով կգա։ Սիրելի հավատացյալներ, սիրելի քույրեր և եղբայրներ, Հիսուսի համար մենք բոլորս շատ թանկ ենք, իր զավակներն ենք և Աստված յուրաքանչյուրիս առանձնահատուկ կերպով է սիրում և առանձնահատուկ կերպով է ընդունում։ Սակայն Աստված գիտի նաև, որ այս մեղքի աշխարհում անկարելի է փորձությունների բացակայությունը, պարզապես անկարելի։ Բայց Հիսուս այսօր և հիմա և այս պահին դարձյալ ուզում է մեզ վստահել, ուզում է մեզ վրա հույս դրել և տալ պատասխանատվություն գայթակղության պատճառ չդառնալու համար։ Սիրելի քույրեր և եղբայրներ, գայթակղություն բառը գայթ արմատից է, որ նշանակում է սայթաքել, ոտքը խփել ինչ-որ բանի, ընկնել, շեղվել ուրիշ ճանապարհից, այսինքն քայլելիս խոչընդոտի պատճառով ընկնել։ Հետաքրքրական է, որ հունարեն տերմինից թարգմանաբար, որ սկանդալոն բառն է, գայթակղությունը թարգմանվում է որպես որսի թակարդ։ Վստահ է, որ դուք բազմաթիվ անգամներ առիթ ունեցել եք տեսնելու, երբ որ որսորդը թակարդ է դնում իր որսի կենդանու համար։ Եվ այդ մասը, որ կենդանին իր ոտքը դնում է և ընկնում թակարդը, կոչվում է սկանդալոն, այսինքն գայթակղությունը երբեմն ոչ թե բաց, թափանցիկ վտանգ է, այլ նաև փակ ու թաքնված վտանգ։ Իսկ հոգևոր իմաստով գայթակղությունը Աստծո ճանապարհից շեղող ամեն բան, հավատքի մեջ սայթաքելուն նպաստող ամեն բան գայթակղություն է։ Սիրելիներ, գայթակղությունը միշտ չէ, որ բացահայտ մեղք է։ Երբեմն այն կարող է լինել վատ օրինակը, կոպիտ խոսքը, կեղծ բարեպաշտությունը, անտարբերությունը, սիրո պակասը և կամ առհասարակ սիրո բացակայությունը։ Մենք շատ լավ գիտենք, որ մեղքն էլ է վարակովի, սրբությունն էլ է վարակովի։ Մեղքը ձնագնդի էֆեկտով կարող է գալարվել, մեծանալ և շատ-շատերին վերցնել, ներառել ու տանել կործանում։ Մեր մեղքը մերն է և հետևաբար մեր մեղքի պատասխանատվությունն էլ է մերը, բայց ուրիշին մեղքի մեջ գցելը, գայթակղելը սարսափելի պատասխանատվություն է Աստծո առջև, թե այս կյանքում և թե հատկապես հանդերձյալում։ Գայթակղությունը օդի մեջ տարածված վիրուս է։ Այդ վիրուսը շատերիս կարող է վարակել։ Մենք պետք է զգույշ լինենք մեր անձերի համար, որ գայթակղության պատճառ չդառնանք, որովհետև գայթակղությունը կարող է զրկել նաև մարդուն հավիտենական կյանքից և հոգու փրկությունից։ Պետք չի ուրիշների հոգիների հետ խաղալ, ուրիշների կյանքի հետ խաղալ, որովհետև կգա մի օր, որ Աստված էլ մեր կյանքերի հետ կխաղա։ Հատկապես փոքրերի, մանուկների, ինչպես որ այսօր Տերն է խոսում, որոնք անպաշտպան են և կարիք ունեն բոլորիս պաշտպանության։ Մանուկը այստեղ Տերը խոսում է ոչ միայն ֆիզիկական իմաստով, այլ նաև հավատքի մեջ նորադարձների և նոր եկեղեցի եկողների համար։ Հիսուս այն աստիճան խիստ է խոսում, որ ասում է, ավելի լավ է էշի երկարակար կախի վզից և ծովը նետվի, քան այս փոքրիկներից մեկին գայթակղության պատճառ դառնա։ Այս խիստ խոսքը դաժանություն չէ, այլ սիրո չափանիշ։
Քրիստոս այսքեր ցույց է տալիս, թե որքան անսահման արժեք ունի մեկ մարդու հոգին իր համար։ Աշխարհի ամենածանր պատիժն անգամ ավելի թեթև է, քան մեկ մարդու հավատքը կործանելը։ Եվ վերջում պարզապես խոսքս ուզում եմ ուղղել ինձ, մեզ, ձեզ, սիրելի հավատացյալներ։ Տերը չի ասում զգուշացեք ուրիշներից։ Տերն ասում է զգուշացեք ինքներդ ձեզնից։ Սուրբ Խորանից Հիսուս այսօր ևս անհանգստության կոչ է անում սթափության, ինքնակրնության եւ ինքնամաքրության։ Արդյոք մեր խոսքը բուժում է թե վիրավորում։ Արդյոք մեր կյանքը հավատ է ծնում թե կասկած։ Արդյոք մեր ներկայությունը խաղաղություն է բերում թե երկմտություն։ Արդյոք մեր խստությունը ճշմարտությունից է թե սրտի կարծությունից։ Արդյոք մեր հավատքը երևում է գործերով թե միայն խոսքերով։ Արդյոք մենք կառուցում ենք թե միայն քանդում առանց նկատելու։ Արդյոք մենք ծանրացնում ենք ուրիշի բեռը թե օգնում ենք կրելու այն։ Արդյոք մեր ներկայությունը հույս է ծնում թե հոգին թուլացնում է։ Եվ արդյոք մենք մարդուն երկինք հրավիրով ենք թե մեր օրինակով գայթակղության քար եւ դժոխք տանող։ Մտածել է պետք։ Թող Տիրոջ սերը, ողորմությունը եւ օրհնությունը լինի ամենքիս հետ, այժմ եւ հավիտյանս հավիտենից։